որպեսզի ավելի լավ հասկանաք, թե ով էր Հիկմեթ Հաջիևը, որ ժամանել էր Հայաստան մի քանի օր առաջ եւ հանդիպել էր Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղարի հետ, եկեք ես մի երկու բառով ներկայացնեմ, նաեւ ձեր ուշադրությանը կներկայացնեմ մի աղյուսակ վերջի 10 տարվա մեջ Հիկմեթ Հաջիևի կողմից կատարված արտահայտություններ, հակահայ արտահայտություններ, զրպարտող արտահայտություններ, հակահայաստանյան եւ հակաարցախյան։ Հիկմեթ Հաջիևը հանդիսանում է Ադրբեջանի նախագահի օգնականը արտաքին կապերի գծով եւ նաեւ անվտանգության հարցերով։ Նախագահի աշխատակազմում զբաղեցնում է արտաքին կապերի վարչության պետի պաշտոնը։ Նա շատ կարևոր ֆիգուր է Ադրբեջանում եւ Ադրբեջանի նախագահի համար նա բազմաթիվ, այսպես ասած, նյութեր է պատրաստում իր արտաքին աշխարհի հետ կապեր պահպանելու համար, լինի դա հայտարարություններ, նախագահի համար նյութեր, թե որ դե ինչպես խոսա, ինչ ասի եւ ոնց անի։ Այսինքն նա այն մարդն է, որ կարող է շատ հանգիստ նախագահին Ադրբեջանի Իլհամ Ալիևին մատուցել իրերը այնպես, ինչպես նա ցանկանում է։ Իսկ նա ինչպես է ցանկանում։ Արդյոք կարծում եք, որ նա խաղաղասեր մարդ է։ Եթե կարծում եք այդպես, մանավանդ այն մարդիկ, ովքեր որ այս իշխանության կողմն են, ես վերջերս երևի գնացի եւ քվեարկել են այս իշխանությունների օգտին։ Խնդրեմ, ծանոթացեք այս վերջի 10 տարվա մեջ, թե Հիկմեթ Հաջիևը ինչեր է ասել եւ ինչեր է պնդել եւ ինչ կարծիքներ է սատարում։ Ահա այս աղյուսակը, խնդրեմ։ Որպեսզի այս աղյուսակը հասանելի լինի բոլորի համար, ես այն առանձին կտեղադրեմ իմեջի վրա կամ այս տեսանյութի կողքին, որպեսզի կարողանաք այն ներբեռնել եւ մեծացնել, տեսնել ավելի հստակ այն տեղեկությունները, որոնք որ հավաքագրվել են իմ կողմից եւ նաեւ աղբյուրները, բաց աղբյուրները, պաշտոնական աղբյուրները։ Խնդրեմ, դուք կարող եք այն մեծացնել չափսերով, որպեսզի ավելի լավ տեսնել, թե այդ մարդը, այդ անձը, որը որ եկել էր խաղաղության շղարշի տակ, ինչ է իրենից ներկայացնում, ով այցելեց Հայաստան, անգամ ընտրությունները չավարտված, ընտրությունների վերահաշվարկը չավարտված, նա արդեն գալիս է, ես չեմ կարող ասել ինչ պայմանավորվածությունների համար, բայց ես կարող եմ ասել, թե այդ անձը ինչ է իրենից ներկայացնում, այնուհանդեպս ով է եղել վերջին 10 տարվա մեջ։ Ամբողջ արտաքին կապերը Ադրբեջանի կամ Ադրբեջանի նախագահից դեպի արտաքին աշխարհ կապը եղել է այս անձի միջոցով, այս մարդու միջոցով։ Սա հիմնականում այն մարդկանց համար էր, որոնք որ լսել են, տարբեր տեղեկատվություններ են լսել, կծկտուր, բայց չեն ունեցել ամբողջական պատկերը եւ նաեւ պաշտոնական անձիկ էլ կարող են թարմացնել իրենց հիշողությունները, եթե հիշողությունները իրենց դավաճանում է, թե ով է Հիկմեթ Հաջիևը, որպեսզի ավելի լավ կողմնորոշվեն եւ հասկանան, թե Հայաստանը ուր է գնում կամ որտեղ հնարավոր է Հայաստանին տանեն այս գործողությունները եւ այս մարդիկ։ Դե ինչ, սա էի ուզում ասել, խնդրեմ, եզրակացությունները արեք ինքներդ,